մել շահասարիս, արվի նման պիտի հալվեմ, մնամ իմ կես ճանապարհ։ Թե որ լքեմ գանձասարս, ջրաբերդս, լեռան արծիվ, կչորանա թթի ծառս, գտի չվանքը ինձ կանիցի։ Թե իմ կիշկում ծաղկաժպիտ բուն չունենա հավքը գարնան, սևազորիս ժայռերը բիրտ, սրտիս ծանր սաղ կդառնան։ Թե որ թողնեմ ճակ տապատս, ցամաքի մեր դռան առում, 100 պատատ մաշած պապս, շուռ կգա իր գերեզմանում։ Թե հանդերնաշ չնաշխարիկ ու լեռները թողնեմ անտեր, անպահ բոլգոր մեր քիչ սարի, կայծակներս ինձ կշանթեն։ Թե որ դառնամ ես տարագիր ու ոտքիս տակ հող չունենամ, Ղարաբաղս կաղաղակի, քեզ պես որդի թող չունենամ։ Ես ուրախ եմ, որ Ղարաբաղը պիտի աղաղակի, ինչ երջանիկ եմ, որ քեզ պես որդիք ու այս պահին քեզ պես զավակ ունեմ եւ ուզում եմ սիրով ու մեծագույն հպարտությամբ ներկայացնել Արցախ ու Հայաստան աշխարհի հրաշք զավակներից մեկին, Կարլեն Բաղրյան։ Արգելի ներկաներ, շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը։ Այսօր ես կանգնած եմ ձեր առջև ոչ միայն այս գրքի հեղինակ, այլ որպես մեկը, ով ապրել է այն, ինչ գրված է այս էջերում։ Այս գիրքը պարզապես տեքստ չէ, այն իմ կյանքի մի հատվածն է, իմ հիշողությունների, իմ ապրած իրականության արտացոլումը։ Այս գիրքը գրվել է ականատեսի աչքերով, այստեղ չկա հորինվածք, չկա չափազանցություն, յուրաքանչյուր բառ անցել է սրտիս միջով, յուրաքանչյուր տող ծնվել է այն պահերից, որոնք հնարավոր չէ մոռանալ։ Ես գրել եմ ոչ թե որպես գրող, այլ որպես մարդ, ով տեսել, զգացել է եւ ապրել է այդ ամենը։ Երբ ես սկսեցի գրել, չէի մտածում, որ մի օր կանգնելու եմ այստեղ եւ խոսելու եմ այս գրքի մասին։ Ես պարզապես ուզում էի չկորցնել հիշողությունը, որովհետեւ երբ մարդը կորցնում է ամեն ինչ, մի բան պետք է պահի՝ իր պատմությունը։ Այսօր այս գիրքը պատմության մասին է, այլ մեզ բոլորիս մասին, այն մարդկանց մասին, ովքեր անցել են պատերազմի, բլոկադայի, կորստի եւ տեղահանության միջով։ Մենք ապրել ենք օրեր, երբ հացը արժեք էր, լույսը հույս, իսկ խաղաղությունը երազանք։ Մենք տեսել ենք ցավ, որը բարերով փոխանցել հնարավոր չէ, բայց մենք նաեւ ապրել ենք այնպիսի օժով, որը չի կոտրվում նույնիսկ ամենածանր պահերին։ Յուրաքանչյուր գիրք ունի իր ծննդյան պատմությունը, եւ իմն սկսվեց հայրենիքից հեռու, Ռուսաստանի Դաշնության հնամենի Վլադիմիր քաղաքում։ Այնտեղի հրաշադեպ խաղաղ բնությունը, որն իր վեհությամբ այդքան հիշեցնում է իմ Արցախը, դարձավ այն կայծը, որը ծնվեց իմ գիրք գրելու մտահղացումը։ Երևան վերադառնալուց հետո ստեղծագործական ընթացքը որոշ ժամանակով ընդհատվեց։ Կյանքի ռիթմն ու առօրյան կարծես լռեցրել էին գրիչս, սակայն այս տարվա սեպտեմբերը դարձավ շրջադարձային։ Ապրումները դառնալու են գիրք, Սալոպոթի մեջ ասված խոսք չէ, այլ գրչիս եւ ինքս ինձ հետ։ Դիր գրական խմբակի միջոցառման ժամանակ ես խոստացա, որ ընթերցողից գրող եմ դառնալու, անհատացումից փրկելու հիշողության այն թանկ մասունքները, որոնք իբրև ականատես դեռ պահում եմ իմ մտապատկերում։ Այսօր այդ ուխտը դրոշված է այս էջերին։ Ես վերադառնում եմ ձեզ մոտ, բերելով իմ խոստացված աշխարհը, որտեղ յուրաքանչյուր Գող կյանքի մի դրվագ է, իսկ յուրաքանչյուր բառ ապրված մի պատմություն։ Այս ստեղծագործական ճանապարհին իմ խորին ու առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում գրքի խմբագրի դիր գրական խմբակի ղեկավար Մարինե Մանուկյանին։ Այն աշխատանքը, որ նա իրականացրել է, վեր է ամեն տեսակ գնահատականից։ Նա գործի մոտեցել է ոչ թե որպես մասնագետ, այլ որպես հարազատ մարդ, յուրաքանչյուր տողն ու բառը փայփայելով սեփական զավակի նման։ Վստահ եմ, այն նվիրումը, որ նա դրեց այս գործի մեջ, դժվար թե որևէ այլ մեկն ի վիճակի լինել իրագործելու։ Այս գիրքը նաև մեծ շնորհակալություն է այն մարդկանց, ովքեր եղել են իմ կողքին այս դժվարին, բայց պատվաբեր ուղու վրա։ Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, շնորհակալ եմ իմ ընկերներից, ովքեր լրացրել են հոգիս, ընտանիքիս, որը իմ ամենուր հենարանն է։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր օգնեցին ինձ շարունակել առաջ ընթանալ, երբ ուժերը սպառվում էին, ովքեր ստիպեցին հավատալ սեփական կարողություններին եւ երբեք չանցնվել։ Այժմ սիրով խոսքը դրվում է խմբագիր դիր գրական խմբակի ղեկավար Մարինե Մանուկյանին։ Բարեություն հարգելիներ, մեծ կապի եւ մեծ պատասխանատվություն է ունենալ այս օրինակսան
Եվ դեռ հարցերի հարցն է, մենք իրեն մոտիվացրինք աշխատանքի հենակետ դարձանք, թե ինքը մեզ բոլորիս կարողացավ մեկ թիմի, մեկ ընդհանուր գործի, մեկ լուսավոր դիտակետի շուրջ համախմբել եւ կարողացավ նաեւ աշխատեցնել։ Մեր թափուն գրագրությունից էջեր են պահել, գիշերվա 12-ին մեկին մենք գրքի ինչ-որ էջեր էինք քննարկում եւ Կաղլենի այդպես հրդորական հարցը Ուկի մամուտյան 30 էջն ինչ է, որ չեք նայում արագ մի ժամում ինձ վերադառնում։ Այս օրինակ աշխատակարգով ենք աշխատել։ Ուզում եմ մեջբերել Դանիել Բարուժանի հետևյալ գեղեցիկ խոսքերը, որ բանաստեղծը լալ եւ մայրը լալ եւ նույն բանն է, երկուսն էլ ցավով կծանանի։ Ահավասիկ ցավի կիչ է, բայց այնքան գեղեցիկ, այնքան արվեստագետի աչքերով անցկացված եւ մի քիչ դժվարանում ես հավատալ, որ գրքի հեղինակը պատանի է, իր տարիքում նույնիսկ գիրք ընթերցելը ծանոթ հոգս է սերնդի համար, չեմ ինքնատիպը, ահավասիկ մարդը միտում ուներ եւ մղում ուներ գիրք գրելու եւ մի գուցե ենթագիտակցաբար, ես չեմ կարծում իր աշխարհայացքը լայվ հորիզոնը կամ տարիների փորձ իրենց դիպեցին անել դա, ներքին բնազդական այդ ինքնապահպանման բնազդը գործեց ավելի շատ։ Գոնե այն ինչ մեր աչքերում է, մեր հիշողության մեջ է, գոնե այդքանի տերը լինենք եւ կարողանանք ոչնչացումից փրկել գոնե այդքանը։ Եվ իմ խորին համոզումն է, ոչ ոք մեզանից ուժով չի կարող խլել այն, ինչ մենք կամավոր չենք տալիս։ Իսկ այս մարդը իր բաժին սահմանը չի տալիս։ Սովորել եմ այս ընթացքում ամենայն անկեղծությամբ եւ մի քիչ դա էլ է զավեշ տալի հնչում, որ արդեն մեզ որևէ բանով զարմացնելը մի տեսակ թվում է թե հնարավոր չէ։ Գերունակ աշակերտներ ունեցել եմ եւ նախկին դպրոցում էլ խմբակ եմ ունեցել շատ ստեղծագործող բալիկներ, հիմա նրանք բանաստեղծներ են, լրագրողներ են։ Կառլենի այդ ոգեղեն կայծը, որ ես համոզված եմ, որ աշխարհացուն ցրդեհ է մի օր դառնալու, ու եթե մենք իրականում տիրոջ իրավունքով Արցախ վերադառնանք, սա առաջին խաչքարային նմուշն է, առաջին կոթողն է լինելու այս գիրքը, թող որ պատանու, թող որ թլվա, թող որ երբեմն ոչ այդպես հստակ ձևակերպումներով, կարծում եմ ամենամեծ զենքը այսօր մեր սեղանին է, իսկ ով ասաց, որ զենքը միայն հրացանն է։ Իսկ նրանք, ովքեր չեն մտածում զենքի մասին, թող ներվի ինձ տղեղ բառի համար, բայց մորթելու վտանգը պետք է իրենց պարանոցը մշտապես պահեն մորթելու։ Այդ վտանգի առաջ։ Ուրեմն Կառլենը իր բաժին հայրենիքը պահեց, ստեղծագործող մարդու անունը բարձր պահեց, երբեմն իր ձևակերպումներից անկեղծությամբ ես սովորել եմ, գուցե լեզվական, համաձայնության, շարահյուսական, այդպես մասնագիտական թեթև վիպակներ մտքի խորությունից, այդ բառախաղերից անկեղծորեն սովորել եմ։ Կառլեն ջան, հատուկ շնորհակալություն, ես ապրել եմ քեզ հետ, այդ ամիս ու կես 2 ամիսը, թե որ գիշերային ժամերին, ցերեկվա դասամիջոցների, շաբաթ-կիրակի հետ հանդիպումների, այդ ջերմ ապրումների եւ արարման խորհուրդը, արարման ոսկե շարապը, մենք ոնց որ ոսկե անձրևի տակ ենք, ես ինքս եմ ենթադրում։ Ու լիացել եմ, չեմ հոգնել, սա այն աշխատանքն է, որ բավականություն եմ ստացել։ Դուք նոր ասացիք իր բաժին հայրենիքը, ես հիշեցի այդնի եսի ճուտիկի պատմությունը, հայ ճուտիկը ոտքերով մեջքի վրա ասում են, ինչ ես անում, ասում են երկինքն եմ պահում, ասում են, ախր դու այսպես փոքր ոնց պիտի երկինքը պահես, ասում են, ես իմ բաժին երկինքն եմ պահում։ Կառլենը երևի թե ոչ միայն իր բաժին, մի քիչ էլ ավելի շատ բաժին է պահում, ու թող ամուր լինեն այդ ոտքերը, ու շատ ուրիշ ոտքեր միանան ու ամուր պահեն։ Հոգևոր գզախում է Կառլենը։ Կանցնի հաջորդ խոսքին, ուղղակի մեջբերեմ Վահագն Դավթյանի բանավոր զրույցներից, եթե հողիդ վրա ոտաբոբին կանգնես, հյութը ավիշը սերը աննկատելի կբարձրանա, այսպես է բարձրանում հայրենիքից սերը, տանջալի, ցավոց զգացողություն, ամենից շատ ես հողն ես սիրում, բզկտված հողը, որովհետև ինքը խեղճ է ու անպաշտպան, դու մակերեսին մի նայր, դու խորքը նայր, այնտեղ շերտեր կան, հիմքը որցակար է, կարծես թե կուլ են տալու, քարը կարող է կուլ տալ, այսքան ձեռագիր, այսքան մատյան, ոչ մի ժողովուրդ չունի, միայն 10,000 մագաղատ մոնղոլները վառեցին Տաթևի վանքում, մենք աստվածաշնչյան ժողովուրդ ենք, նարեկացի, նարեկացու, խղճի ժողովուրդ, իսկ հիմա Կառլեն Բաղիրյանին լսենք։
Կան մարդիկ ու ներկայությունն ու աջակցությունը ճանապարհը դարձնում է ավելի լուսավոր, իսկ նպատակները հասանելի։ Իմ փորին ու հատուկ շնորհակալություն եմ հայտնում ընկեր Հասմիկին եւ ընկեր Անահիտին։ Այս ողջ ընթացքում անդադար իմ կողքին լինելու, ինձ ուղղորդելու եւ իրենց անսահման աջակցությամբ ինձ թևեր տալու համար։ Իմ սրտի ամենախորը հարգանքն ու մեծարանքն եմ հղում այն վեհ անհատներին, ովքեր անդավաճան սիրով ու հարգանքով են լցված Արցախի եւ Արցախցու հանդեպ։ Դուք ոչ միայն օգնել եք ինձ իմ քայլերում, այլև ձեր մեծ սրտով ու արժևորել եք այն ամենը, ինչ թանկ է մեզ համար։ Շնորհակալ եմ ձեր նվիրումի, ձեր տեսակի եւ ձեր լուսավոր հոգու համար։ Դուք արժանի եք, որպեսզի եւս գեղեցիկ ծաղկերքունջը ստանաք եւ խոձերամ կաղենջան։ Դու արժանի ես, դու կարող ես, դու ունես։ Հետաքրքիր մարդ, ում բացահայտեցին երևի թե ասմապարն անց։ Աշխարհի համար դու հաճելուսված մեզ համար պարկ է որ տվեց Աստված ներառյունացում ու մեր հաղթանա Արցախայի դու մեր պայքար շիդա Յուրաքանչյուր արժեքավոր գործ ծնվում է դժվարությունների ու ներքին հաղթանակների խաչմերուկում։ Ճանապարհ դեպի լռություն ֆիլմի ստեղծման ընթացքը ինձ համար եղավ հենց այդպիսին, լի մարտահրավերներով, խոչընդոտներով եւ անկանխատեսելի բարդություններով։ Սակայն ես հավատացած եմ, լավագույն արդյունքը միշտ պահանջում է առավելագույն նվիրում եւ անձնազոհություն։ Այդ դժվարին ճանապարհն է, որ մեզ սովորեցրեց լսել լռության ձայնը եւ տեսնել այն, ինչ թաքնված է սովորական հայացքից։
Այսօր այստեղ են այն մարդիկ, ովքեր դարձան այս պատմության կենդանի զարկերակը։ Մեր ֆիլմի մասնակիցները ոչ միայն կատարեցին իրենց դերն ու առաքելությունը, այլև իրենց ներկայությամբ ու հավատով լցրեցին յուրաքանչյուր կադրը։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ճնգրկեցին դժվարությունների առջև եւ ինձ հետ միասին քայլեցին այս բարդ, բայց լուսավոր ճանապարհով։ Կան մարդիկ, ում տարիքը կապ չունի իրենց հոգու մեծության հետ։ Անի ջան, ֆիլմի հրավերն անմիջապես ընդունելուց հետո մինչ այսօր եղար այն ամուր հենասյունը, որին կարող էի հենվել ցանկացած հարցում։ Շնորհակալ եմ, որ կաս իմ ստեղծագործական կյանքում։ Այժմ ցանկանում եմ բեմահարթակը տրամադրել իմ համախոհ ընկերներին, ում ջանքերի շնորհիվ կարողացանք էկրանավորել ֆիլմը։ Ապար դեպիվորություն ֆիլմի նկարահանման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու նկարահանման հրապարակում ցուցաբերած մեր պատասխանատվության, կարգապահության եւ ֆիլմի ստեղծման ընթացքում ներդրած ջանքերի համար։ Քո անմիջական մասնակցությունը նկարահանելին օգնեց կյանքի կոչել այս կարևոր նախագիծը։ Մաղթում եմ նորանոր հաջողություն։ Եվ կարծում եմ համանման տեքստով, ճիշտ է, ուղղակի այդ դեպքում միայն անուն Տրվում հասկանում է Մկրտչյան Աննային։ Տրվում է Մարիամ Օսմանյանին։ Տրվում է Մանուկյան Մատնեին։ Տրվում է Ստեփանյան Մանեին։ Տրվում է Զարփարյան Նայրային։ Արությունյան Մարիամ, Գրիգորյան Հայկ, Գրիգորյան Հայկը մեր ֆիլմի գլխավոր դերակատարն էր, մի քայլ առաջ ու ավելի ծափարություն։ Աղայանյան Նատալի, չի եկել բացակա, ուրեմն, Սաքսյան, Սաքսյան Մարիա, Մարտա Սաքսյան, Հաջորդը Աղաջանյան Նատալի, Գասպարյան Ինեսա, Դանիելյան Դավիթ, Գևորգյան Մարիամ, Գրիգորյան Սոֆիա, ինքը յոթ չի, ինքը ոնց է։ Ընկեր Աբրահամյանին, ընկեր Աբրահամյան Կամակով չի ստացելի, Խոյան Սոնային։ Այս ֆիլմն իմ անցած ճանապարհի, իմ զգացմունքների եւ իմ երախտագիտության արտացոլումն է։ Իմ ստեղծագործական ուղու այդպիսի անփոխարինելի ու լուսավոր փարոսն է ընկեր Ոսկանյանը։ Մարդու ներկայությունն իր կյանքում սոսկ ներկայություն չէ, այլ մտքի ու հոգու բարձրագույն դարբնոց, կատարելության ձգտող, ստեղծագործական հասունացման դպրոց եւ մնայուն ներշնչանք։ Դուք կանգնած եք իմ կողքին, մեղտեղելով վեհագույն կոչումներ, իմ կողքին եք որպես փոխտնօրեն, որպես մեծատառով մարդ, որպես լուսավոր ուսուցչուհի եւ իմ ամբողջ ստեղծագործական ընթացքի անփոխարինելի գեղարվեստական ղեկավար։ Ուզում եմ, որ այսօր այս դահլիճում հնչի իմ ամենանվիրական խոստումը։ Ես ընդմիշտ բոլոր միջոցառումներին պատրաստական եմ ձեր կողքին լինել եւ իմ ողջ ուժով օգնել ձեզ։ Եթե մի օր որևէ հարցով ինձ չդիմեք, հավատացեք, կնեղանամ, որովհետեւ այս 3 տարիների ընթացքում ես անդավաճանորեն եղել եմ կամ եւ ընդմիշտ կլինեմ ձեր կողքին բոլոր բնակավարների հարցերում եւ բոլոր ձեռնարկներում։ Բառերը ասում Ընկեր Սաֆարյանը երբեմն որ այդպես շռայլ բառեր էին ասում, գյումրեցու ձևով էր պատասխանում, ասում էր դիք ես չեմ, դիք դուք ուզեք ես տեսնայր ինձ։ Նա ես եմ, ես երևի շատ ուզում եմ, որ Կարլին այդպեսին լինեմ, փորձեմ ասնել քո ասածին շատ քիչ, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ։ Գետակներն են կարկաչում խենթ շուրջը մարմանք փոշի մաղում։ Ծովացել է գետերի հետ գարունը իմ Ղարաբաղում։ Օրորվում են արտերը մեր կորած գարնան զմրուխտ շահում, գեղեցկություն չես տեսել դեռ, թե չես եղել Ղարաբաղում։ Բռնիշ ճամփան շաղասարի, ոտքդ թրջիր գարնան շահում, չես ծերանա 100 տարի, թե որ ապրես Ղարաբաղում։ 1000 երաս, կյանք կա ու տենչ, պահված մեր ջերմ երկու տաղում,
ուզեմ կյանքում երկել անվերջ, երկով ապրել Ղարաբաղ։ Անորոշության հորիզոններ վերնագիրը ծնվել է այն զգացումից, որ մենք ապրեցինք կանգնած լինելով մի սահմանագծի վրա, որտեղ անցյալը դեռ ցավով ներկա է, իսկ ապագան մշուշոտ ու անորոշ։ Հորիզոնը սովորաբար խորհրդանշում է վերջնակետը, բայց իրականում այն միշտ հեռանում է, երբ դու փորձում ես մոտենալ։ Նույնն էլ մեր կյանքում էր։ Մենք քայլում էինք առաջ, բայց չգիտեինք ուր ենք հասնելու։ Ամեն օր անորոշություն էր։ Ապրելու ենք, վերադառնալու ենք, գտնելու ենք մեր տունը, ապա ինչ վիճակում։ Այս վերնագիրը իմ համար ոչ միայն անորոշության մասին է, այլ նաև դրա մեջ ապրելու կարողություն, որովհետև նույնիսկ երբ ամեն ինչ մթագնում է, մարդը շարունակում է նայել առաջ դեպի այդ նույն հորիզոնը, թեկուզ չիմանալով, թե ինչ կա այնտեղ, եւ այդ հորիզոնը մեզ համար դարձել է ապագայի խորհրդանիշը, մի ապագա, որը դեռ մնում է անորոշ, մի ապագա, որտեղ կա հույս, բայց նաև անպատասխան հարցեր։ Այդ պատճառով այս գիրքը ոչ միայն անցյալի մասին է, այլ նաև ներկայի ու ապագայի, մի ապագայի, որը դեռ մնում է անորոշ, եւ գուցե հենց դա է ամենակարևորը, ոչ թե իմանալ թե ինչ կա հորիզոնի այն կողմում, այլ ունենալ ուժ, գնալ դեպի այն։ Այսօր ես այստեղ եմ, ոչ թե ավարտելու մի պատմություն, այլ սկսելու նրա շարունակությունը, որովհետև այս գիրքը վերջնակետ չէ, սա մեկնարկ է հասկանալու եւ առաջ շարժվելու։ Շնորհակալ եմ, որ կարդում եք, որ լսում եք, որ զգում եք։ Ընկեր Նազարյան, դուք ինձ համար դարձաք հենց այն մարդը, ով իրան սպառ լավատեսությամբ ու ամենօրյա ժպիտով ինձ անդադար կյանքի բերկրանք ու ուրախություն պարգևեց։ Այս բոլոր տարիների ընթացքում ձեր ամեն օր տեսնելիս հնչած հարցը, ձեր քաջալերող շփիտը եւ ամեն անգամ սրտած ասվածը, ապրես տղա ջան, հաջողություն նորագույն ստեղծագործական աշխատանքներին։ Խոսքերը եղել են իմ ամենամեծ մոտիվացիան։ Շնորհակալ եմ ձեր այն անդավաճան հավատի եւ ինձ միշտ թևեր տալու օրհնանքի համար։ Շնորհակալություն եմ այդնում բոլոր փոխտնօրեններին, ընկեր Խաչատրյանին, ընկեր Գևորգյանին, ընկեր Նասարյանին եւ ընկեր Ոսկանյանին։ Նախագիծ, յուրաքանչյուր մտահղացում եւ ծրագիր ինձ համար դարձավ մի նոր հնարավորություն, ինքնադրսևորելու եւ արարելու համար։ Այդ ճանապարհին կանգնած էր, իմ կողքին կանգնած էր մի մարդ, ում ես համարում եմ մեր մեծ ընտանիքի անբաժան մասնիկը։ Թեև ծնունդով Արցախից չէ, սակայն իր հոգու նվիրումով, տեսակով եւ հայրենասիրությամբ ես նրան լիիրավ արցախցի եմ համարում։ Տիկին Զաքարյան, դուք ինձ հնարավորություն տվեցիք կրթվելու այս հիանալի դպրոցում եւ որ ամենակարևորն է, վստահեցիք իմ ուժերին։ Ձեր հավատի աջակցության շնորհիվ է, որ իմ մտահղացումները մարմին առան, որ ես կարողացա նկարահանել իմ ֆիլմն ու իրականացնել բազում ստեղծագործական աշխատանքներ։ Այսօր ես հասել եմ իմ նպատակին, բայց միայն մասամբ, քանի որ գիտակցում եմ, առջևում դեպի գիտության եւ արվեստի աշխարհ տանող դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու։ Ես խոստանում եմ Միշլինե դպրոցի կողքին եւ ձեր առաջնորդությամբ, ձեր ընդհանուր ջանքերով վար պահել Արցախի եւ Արցախցու անունը, պահպանել մեր հիշողությունն ու պատիվը։ Այժմ մեծագույն հանրյանքով եւ երախտագիտությամբ խոսքը փոխանցում եմ Պեոյա Որովի անվան համար 131 հիմնական դպրոցի տնօրեն մեր սիրելի Տիկին Զաքարյանին։ Վերնագրի մեկնությունից, անորոշության հորիզոն, Արմեն ջան, բայց դու խորացար, բացեցիր շերտերը և ինձ մնում է ընդամենը, գուցե թե նաև կրկնվել, այնուամենայնիվ ես չեմ ուզում հետ կանգնել իմ ծրագրից, բացել վերնագիրը։ Անորոշություն, եկեք ընդունեք, որ այդքան էլ հաճելի զգացողություն չի, որովհետև երբեմն ասում ենք դե իմանանք էլի, որ պատրաստվենք, բայց սա էլ ապրելու իրավունք ունեցող զգացողություն է։ Եվ հորիզոն, էլի լավ ասացիր, միջայլոց այդպես սևակն է ասել նարեկացու համար։ Ասում են Արեգացին նույնիսկ Արարատի նման չի, որովհետև Արարատին կարող ես գնալ, մոտենալ, բայց Նարեկացին ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է, ինչքան հեռանում ես, այնքան մոտենում է։ Հա, հորիզոնը ունի այդ հատկությունը, բայց հորիզոնը անպարագիծ է և հորիզոնը փակուղի չի։ Դրա համար
այդ անորոշությունը, այդ ոչ շատ հաճելի զգացողության կողքին դու դրել ես այդ հզոր լույսը, այդ տարածությունը, այդ ժամանակը, որովհետև եթե մենք խնդիր ենք ուզում լուծել, իսկ մենք խնդիր ունենք լուծելու, ուրեմն մենք պիտի ժամանակի ու տարածության նկատմամբ լինենք մեծահոգի ու համբերատար։ Եվ այս գրքի վավերագիրը մեր տղան է, Կարլենը, իր սիրով ու ցավով, հույսով ու հուսահատությամբ, երազանքով, որի 14 գարուններից 12-ը անցել են ճգնակ բնորանում, արևանիստ Արցախը։ Կարլեն ջան, ցավը թույլին է սպանում, ցավը ուժեղին ավելի է ուժեղացնում, նպատակասնած ես, կայացիր որպես մարդու մասնագետ, օգնիր երկրիդ, որպեսզի ուժերի դիրքից հասնես երազանքների։ Ես ուզում եմ նաև ես ներփանիկատորեն բոլորիս ինչ-որ բանի տեր դարձրեցիր, բայց ամենակարևորը դարձրեցիր ինքնաբավության, հպարտության, այս շատ կարևոր զգացողությունը ապրելու այդ հարստությունը մեզ տվեցին, հերթական անգամ։ Ատվոգիր տրվում է Կարլեն Բաղարյանին դպրոցի կրթական ու մշակութային կյանքում ունեցած ակտիվ մասնակցության, բարձր պատասխանատվության և ստեղծագործական ինքնատիպ ձեռագրի համար։ Այնքան հետաքրքիր է, երբ որ աստղերը գալիս են ու բռունցքվում են միտեղ, համատեղվում են բոլոր այսպես ծրագրերը, նախապես մտածված կամ պահի մեջ առաջացում։ Ես գիտեմ, որ մեր հարցը միջազգային ճանապարհով լուծելու հարց է։ Սա միայն հայկական հարց չի, դառնալու է միջազգային հարց ու Աստված տա այդ ուժերի դիրքերից միջազգային ամբիոններում մեր շերեփը լինի ոչ թե թղթից, այլ համապատասխանաբար։ Ուրեմն սա Բուլղարիայից է ուղարկել ու ես երկար ժամանակ կաբինետում դրած մտածել եմ, Տեր Աստված, ինքը պիտի Տիրոջը գտնի։ Ու առաջին բանը, որ ես ծառը իմ մտածողության, իմ մտքի մեջ արթնացրել է, տնջերի ծառն է։ Այսինքն տնջերի ծառը, այս մեր սիրուն թռչունը, որ պիտի վերադառնա, դեպի այդ առասպելական ծառը, և քանի որ Բուլղարիայից է եկել սա, նաև մեր միջազգային հանրության այդ դու ասում ես լռությունը փչացրեց գործը, բայց հույս ունեմ, որ այդ հանրությունը նաև մաքրման ճանապարհ պիտի անցնի։ Ու դա տնջերի ծառը տեսնել։ Գնացին չենք անելու։ Ես խնդրում էի հետդարձի ճանապարհը։ Ուզում էի դպրոց վերադառնալ ոչ թե որպես հյուր, այլ հարազատ մարդ։ Այսօր, երբ նրանցից լսում եմ երանելի կոլեգա բառը, սիրտս լցվում է անսահման հպարտությամբ։ Ես չհեռացա, ես պարզապես փոխեցի դերս։ Այս օգտով հավաստում եմ իմ անունացորդ սերն ու հավատարմությունը հարազատ կրթօջախին։ Որպես շրջանավարտ և ապագա գործընկեր, պարտավորում եմ մշտապես կանգնած լինել դպրոցի կողքին, իմ մասնագիտական ուժերով, ստեղծագործական էներգիայով և հնարավորություններով։ Այժմ առաջարկում եմ ասվածին պաշտոնական տեսք և վավերացում տալ, ստորագրել հուշագիր մեր ապագա գործունեության մասին։ Միայն այդպես եկել է։ Որ
ասում ես երեատակ ամեն բան ծրագրավորված է։ Սույն օգտով ես դպրոցի շրջանավարտս ի նշան երախտագիտության եւ անմնացորդ նվիրումի հանդիսավոր կերպով հավաստում եմ մշտական պատրաստակամությունը աջակցելու հարազատ կրթօջախին։ Ես հանձնեմ առնում անվերապահորեն աջակցել դպրոցի բոլոր մշակութային, կրթական եւ հանրային բոլոր միջոցառումների կազմակերպչական ու ստեղծագործական աշխատանքներին։ Իմ գիտելիքներով, հմտություններով եւ էներգիայով լինել դպրոցի կողքին ցանկացած նախաձեռնության եւ ստեղծագործական մտահղացման ժամանակ։ Պահպանել ու բարձր պահել դպրոցի պատիվն ու անունը, անկախ ժամանակից եւ տարածությունից։ Այս ուխտը կնքվում է անժամկետ, որպես հավերժական կապ սանի եւ կրթօջախի միջեւ։ Գրքի հեղինակային շնորհանդեսի պատմական եւ հիշարժան օրը ի նշան խորին երախտագիտության հարգանքի եւ աննացորդ նվիրումի հանդիսավոր կերպով հայտարարում եմ իմ անդրդելի եւ մշտական պատրաստակամությունը ապագայում եւս սիրով աջակցելու եւ օգնելու հարազատ կրթօջախին եւ հարազատ խմբակին։ Անցնելով դպրոցական տարիների ստեղծագործական, կրթական եւ գրական ճանապարհը, դիտակցելով իր գրական խմբակի եւ ղեկավարի ներդրած մեծագույն ավանդն իմ գրքի կայացման, աշխարհայացքի ձևավորման ու այս գրքի ստեղծման գործում, ցանկանալով վառ պահել ստեղծագործ սանի եւ խմբակի միջև եղած հոգեոր ու մշակութային կապը, իր գրական խմբակի ղեկավարի հետ համատեղ ստանձնում եմ հետեւյալ բարձր հանձնարարություն։ Ես Երևանի Պերիավորովի համար 131 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտ Կարլեն Բաղարյանս իմ գրքի հեղինակային շնորհանդեսի պատմական եւ հիշարժան օրը ի նշան խորին երախտագիտության աննացորդ նվիրումի եւ հոգեոր կապի հանդիսավոր կերպով հայտարարում եմ իմ անըրթելի պատրաստակամությունը ապագայում եւս սիրով ու նվիրվածությամբ աջակցելու հարազատ կրթօջախին։ Դիտակցելով դպրոցական տարիների ստեղծագործական ու կրթական ճանապարհին, իմ կողքին եղած ուսուցիչների ներդրած մեծագույն ավանդն իմ աշխարհայացքի ձևավորման ու գրքի կայացման գործում, ցանկանալով վառ պահել սանի եւ դպրոցի միջև եղած մշակութային կապը, Մարիամ Ոսկանյանի հետ համատեղ ստանձնում եմ հետեւյալ բարձր հանձնարարությունները։ Անվերապահորեն եւ մեծագույն պատասխանատվությամբ աջակցել դպրոցում կազմակերպող բոլոր մշակութային, գրական, գեղարվեստական, կրթական ու հանրային միջոցառումների կազմակերպչական, ստեղծագործական ու տեխնիկական աշխատանքներին։ Իսկ Մարիամ Ոսկանյանը ստանձնում է սիրով եւ վստահությամբ ընդունել շրջանավարտի գեղարվեստական նոր գաղափարները, առաջարկներն ու կազմակերպչական նախագծերը, հնարավորություն տալով դրանք կյանքի կոչել դպրոցական հարթակներում, ճանաչել եւ արժեվորել շրջանավարտի մշտական ներկայությունն ու պատրաստակամությունը, նրան դիտարկելով որպես դպրոցի մեծ ընտանիքի անբաժանելի անդամ, մշտական խորհրդատու, գործընկեր եւ հավատարիմ ընկեր։ Արգոստախարարություն մշակութային բաժին ղեկավարելու Անցենանում չես ես Ասում են, ժամանակը բուժում է ամեն ինչ, բայց ես հավատում եմ, որ բուժում է ոչ թե ժամանակը, այլ այն հիշողությունն ու խոսքը ինքնանորոգվելու կամքը։ Մենք մեր ապրումները դարձրինք գիրք, մեր լռությունը ֆիլմ, իսկ մեր ներկա անորոշությունը նպատակ։ Իմ պատմությունը վերջնակետ չունի, այն շարունակում է ձեր ընթերցած յուրաքանչյուր տողի եւ ձեր ապրած յուրաքանչյուր զգացողության մեջ։ Ես խոստացել էի, որ իմ ապրումները գիրք են դառնալու, եւ ես կատարեցի իմ ուխտը։ Այժմ հերթը ձերն է, այդ ապրումները դարձնել ուժ, դարձնել սեր եւ դարձնել ապագա։ Հիշեք, հորիզոնը միշտ հեռվում է, գրեթե անհասանելի, բայց հենց դա է մեզ ստիպում քայլել առաջ։ Շնորհակալ եմ, որ այսօր քայլեցինք միասին։ Այսօր ես փակում եմ դպրոցական տարիների էջը, բայց սա ավարտ չէ, այլ սկիզբ մի նոր ու մեծ ճանապարհի, որն ինձ տանում է դեպի ռեժիսուրայի կախարդական ու պատասխանատու աշխարհ։ Ես գնում եմ, ինձ հետ տանելով այն ամենը, ինչ սովորեցի այս պատերի ներսում, բայց ամենից առաջ ինձ հետ տանում եմ իմ տունը, իմ պատմությունը։ Ուզում եմ լինել անկեղծ ու բաց։ Այս դպրոցն ինձ համար դարձավ իմ Արցախը, այն դարձավ այն հոգևոր ամրոցը, որտեղ ես գտա ուժ,
արարելու եւ շուրջս անորոշություն է։ Եվ թեև ես հեռանում եմ դպրոցից, իմ առաքելությունն այստեղ չի ավարտվում։ Մենք շարունակելու ենք համագործակցել, ստեղծագործել, պայքարել ամեն օր, ամեն տարի, որպեսզի Արցախի եւ արցախցու անունը միշտ հնչի բարձր ու հպարտ։ Ես խոստանում եմ, իմ ապագա յուրաքանչյուր կադրում, յուրաքանչյուր տողում լինելու է մեր հայրենիքի շուրջը։ Դպրոցն ինձ տվեց թևեր, իսկ Արցախն ինձ տվել է սիրտ, որ երբեք չի դադարի բաբախել հանուն արդարության։ Սա վերջնակետ չէ, սա բազմակետ է մի մեծ լուսավոր պատմության մեջ, որը մենք դեռ գրելու ենք միասին։ Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց կարող ենք այն դարձնել փարոս, ապագայի ճանապարհը լուսավորելու համար։ Եվ այդ հանձնարարությունը ուզում ենք պատվով կատարել։ Կապլենի մեր դպրոցում լինելու մարդացման պրոցեսում նաև նշանակություն է ունեցել այն դասասենյակը, որտեղ ինքը սովորել է։ Եվ իհարկե այդ դասասենյակի տիրուհին, ընկեր Ատալյան մոտեցեք։ Быстро сейчас посмотрим. Որովհետև մարդը մարդանում է միջավայրում։ Գիտես, քո բախտը այստեղ էլ ապրել։ Մեր բոլոր դժվարություններով հանդերձ մենք պիտի շնորհակալ լինենք ճակատագրին, բարձրալին, չգիտեմ, որ ճիշտ ժամանակում, ճիշտ տեղում կայանում են հանդիպումներ։ Ու այս հանդիպման մեջ անուրանալի է լասպեկի ամենը։ Կարեն որպես դասվեք շատ ուրախ եմ, որ քո տաղանդը, աշխատասիրությունը, նպատակասվածությունը դարձավ այս գեղեցիկ ստեղծագործությունը։ Տղաս մաղթում եմ, որ այս գիրքը լինի հաջողության առաջին էջը։ Շարունակես երազել, սովորել, ստեղծագործել, ամենակարևորը հասնես քո բաղձալի երազանքին, մենք կանանց մասին դրսել ենք, ասանցային։
Քո